այո, մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացրել, եւ ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձևով, հասկանում եք, բայց փոխարեն ինչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց։ Ստեղ է խնդրեմը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում անկախության հռչակագրին, հռչակագիրն էլ իր հերթին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լղին Մարզ խորհրդի համատեղ կայացված Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին պատմական որոշմանը։ Այն փաստորեն սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Արցախի մասին սահմանադրությունում ուղղակիորեն դրույթ չկա, բայց այն պետք է փնտրել մայր օրենքի նախաբանում։ Իսկ ահա անկախության հռչակագիրն արդեն տալիս է բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում 1989 թվականին արդեն կար ազգային խորհուրդ, ու թեև այն վերջնական մարմին չէր, բայց ժամանակավորապես ձևավորվել էր մինչև տեղի կունենային հանրաքվե կամ ընտրություններ նոր իրավական հիմքերով։ Ոմանք ասում են, որ եթե կար վերամիավորման որոշում, ել ինչու Արցախն անկախության գնաց, արդյոք չհակադրվեց վերամիավորմանը։ Այստեղ շատերը տեսնում են վերամիավորման բովանդակությանը հակասող քայլ, սակայն իրականում ամեն ինչ ճշգրիտ է արվել։ Վերամիավորումը գործընթաց է, դրվեց դրա սկիզբը, անգամ հանձնաժողովներ ձևավորվեցին, որոնք պետք է հետագայում աշխատեին այդ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Դրա պայմաններից մեկն այն էր, որ Արցախն անկախանար։ Դրան զուգահեռ ընդունվեց նաև ԽՍՀՄ օրենք, բայց եթե անգամ չընդունվեր, այդ գործընթացը տեղի կունենար։ Շատ ավելի լավ է, որ այդ օրենքը կար։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախացավ հանրաքվեով ԽՍՀՄ օրենքներին համահունչ։ Արցախը ձեռք բերեց սուբյեկտայնություն, վերամիավորումն ավելի ամրապնդելու եւ ավարտին հասցնելու համար։ Այստեղ որևէ հակասություն չկա։ Արցախն անկախացավ Ադրբեջանից, քանի որ այնուամենայնիվ ձևականորեն ճանաչվել էր Միութենական Հանրապետության կազմում։ Իհարկե, պետաիրավական տեսանկյունից սրանք շատ անհասկանալի, միջազգային չափանիշներին հակասող մոտեցումներ ու դրույթներ էին, բայց խորհրդային օրենսդրությունն այլ մոտեցումներով չէր էլ կարող կառուցվել։ Ռուսաստանը կոչվում էր դաշնություն, քանի որ իր կազմում ուներ ինքնավար հանրապետություններ եւ մարզեր, մյուսներն ունիտար պետություններ էին։ Ամեն դեպքում 1995-ին Հայաստանի սահմանադրությամբ այս ամենն ամրագրվեց։ Մինչ այդ 1992-ին Գերագույն խորհուրդը համապատասխան որոշում էր ընդունել, բայց սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունի եւ հղում անել ավելի ցածր իրավական ուժ ունեցող ակտերին տեղին էլ չէ։ Եթե մենք իսկապես գոնե նվազագույն հակաքայլերը չձեռնարկենք, ոչ միայն խոցելի կդարձնենք ազգային անվտանգությունը, այստեղ ավելի շատ դրա մասին խոսվեց, այլև շատ շուտով մենք կհայտնենք միջազգային դատական ակցիաներում, պատասխանողի դերում։ Արդեն դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ էկոլոգիական խնդիրներ ունի եւ դրանցով շուտով պետք է հանդես գա միջազգային ակցիաներում։ Դե եթե մենք ընդունում ենք, որ Արցախը մենք օկուպացրել ենք կամ Արցախին հարող շրջանները դեօկուպացիայի արդյունքով վնաս ենք պատճառել, ուրեմն կամա թե ակամա մենք մեր հայտարարությունների գերին ենք դառնալու եւ հանդես գանք պատասխանողի դերում։ Հայաստանն իրավունք ուներ միջազգային հարաբերությունների մեջ մտնելու Արցախի հետ։ Պետությունների անկախությունը ճանաչելը հատուկ սահմանված ակտով չի արվում։ Կան մի քանի տեսակի ակտեր, որոնք վկայում են, որ այդ պետությունը ճանաչված է։ Մեր դեպքում նման ակտերի թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Արցախի հետ անգամ ռազմական աջակցության պայմանագիր ենք կնքել։ Բնականաբար, եթե մենք չճանաչեինք Արցախը որպես ինքնուրույն պետություն, չէինք էլ կարող նման պայմանագիր կնքել։ Ռազմական աջակցության պայմանագիրը հնարավորություն էր տալիս, որ մենք իրավաչափ հիմքերով Արցախի տարածքում ունենայինք զինված ուժեր, որոնք ապահովում էին անվտանգությունը։ Մենք արդեն տեսել էինք, թե ինչ է կատարվում Բաքվում, Սումգայիթում, այլ բնակավայրերում եւ հենց Արցախում։ Սա երկու պետությունների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված քայլ էր։ Այս իշխանությունը, Հայաստանի գործող իշխանությունը ի սկզբանե գալով հակաարցախյան մտադրությամբ վճռական է Արցախը մինչև վերջ հանձնելու, որովհետև նա համարում է, որ Արցախը կոնկրետ իրենց համար բեռ է, ոչ թե Հայաստանի համար, կոնկրետ իրենց համար բեռ է։ Պայմանավորված է նրանով, որ քաղաքական ընդդիմությունը, որը կա այս իշխանությանը եւ նրանց քաղաքական հետ հակառակորդները, ի վերջո նաեւ հենվում են Արցախի վրա։ Պետական բյուջեից մշտապես առանձին տողով գումար է հատկացվել, որը փոխանցվել է Արցախի բոլոր նախկին կառավարություններին։ Արցախը Երևանում ունեցել է եւ ունի ներկայացուցչություն, այսինքն Արցախը մենք դե ֆակտո ճանաչել ենք։ Պարզապես չի եղել դա արձանագրող որոշումը։ Իրավական հիմքերն այս տասնամյակների ընթացքում այնքան շատ են, որ պարզապես բացառում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ վերջնական ակտ։ Այդ քայլին միանգամից կհաջորդի այն, որ Բաքուն մեզնից կպահանջի մինչև 200 միլիարդ դոլարի ռազմատուգանք կամ փոխհատուցում, որն արդեն իսկ հնչում է Բաքվի շուրթերից,
եւ ինչի կատարումը պետք է խափանել հնարավոր ամեն գնով։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։